2024 թվականը Telcel ընկերության համար շրջադարձային էր։ Բաց բաժնետիրական ընկերություն դառնալուց ու բաժնետոմսեր թողարկելուց մինչև Երևանում տրանսպորտի միասնական տոմսային համակարգի գործարկում։ Նախորդ տարի իրականացված աշխատանքները, արձանագրված արդյունքներն ու հետագա զարգացման տեսլականը ներկայացվեց բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում։ Ներկայ են ինչպես խոշոր, այնպես էլ մանր բաժնետերերը։ 2024 թվականը ընկերության համար բավականին հագեցած եւ իրադարձություններով լի էր։ Արձանագրում է Telcel-ի գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը։ 2024 թվականի սեպտեմբերին մենք հայտարարեցինք բաժնետոմսերի հրապարակային թողարկման մասին եւ հնարավորություն ընձեռեցինք հանրությանը դառնալ մասնակիցը մեր ընկերության զարգացման ուղու, մեր ընկերության նոր ձեռքբերումների եւ իշնորհիվ մեր ֆինանսական շուկայի զարգացման տենդենսների մեր բաժնետոմսերը սահմանաժամկետից մեկ օր շուտ սպառվեցին։ Ավելի քան 4 միլիոն բաժնետոմս սպառվեց 2 ամսվա ընթացքում եւ այսօր ընկերությունն ունի շուրջ 3600 բաժնետեր։ Հավատարիմ մնալով մեր դիվիդենդային քաղաքականությանը, մենք այս տարի գրանցված շահույթի շուրջ 79%-ը տեղաբաշխել ենք որպես դիվիդենդ, տրամադրել ենք որպես շահաբաժին, որը առաջ է բերում շուրջ 9% շահութաբերություն։ Այսինքն, եթե մեր բաժնետերը ձեռք է բերել բաժնետոմսը 400 դրամով, ներկայումս յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց կստանա 36 դրամ շահաբաժին։ Սա կարծում եմ, որ աննախադեպ է եւ հայաստանյան ֆինանսական շուկայի զարգացման համար շատ գործում քայլ է, քանի որ շահաբաժնի չափը գրանցվել է ընդամենը 6-7 ամիսների համար։ Telcel-ն արձանագրել է նաև ֆինանսական մի շարք լավ ցուցանիշներ։ Ընկերության հասույթը մոտ 8% չափով աճ գրանցեց, Telcel-ի էկոհամակարգով կատարած վճարումների ծավալը գերազանցեց 900 միլիարդի շեմը։ Ընկերության կապիտալը 2023-ի համեմատությամբ աճել է շուրջ 44%-ով։ Էականորեն շուրջ 80%-ով աճել է Telcel Wallet հավելվածի ակտիվ օգտատերերի քանակը։ Հավելվածի միջոցով ստացված վարկերի ծավալը աճել է 25%-ով։ Հաշվետու տարվա ընթացքում թվային վիզա տեսակի քարտերի քանակը աճել է 40,000-ով։ Ընկերության տերմինալային ցանցը եւս աճել է, շարունակելով պահել առաջատարի դիրքերը շուկայում։ Ողջ հանրապետության տարածքում ավելի քան 5000 տերմինալ։ Telcel-ի էկոհամակարգի միջոցով իրականացված գործարքների քանակն ամսական կտրվածքով գերազանցում է 12 միլիոն գործարքը։ Այս ամբողջ արդյունքները մեր բաժնետերերի համար պետք է հիմք հանդիսանան այն լավատեսության, վստահության, որ հետագա տարիների ընթացքում ընկերությունը շարունակել է դինամիկ զարգացումը։ Ընկերությունը շարունակաբար ներդրումներ է կատարում, ներգրավում է շուկայի լավագույն մասնագետներին, արդիականացրել եւ շարունակում է արդիականացնել նաեւ իր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Մենք ստացել ենք եւ ISO, ինչպես նաեւ PCI DSS հեղինակավոր հավաստագրեր, որոնք վկայում են մեր ընկերության տեխնոլոգիական հենքի միջազգային չափանիշներին համապատասխանության մասին։ Telcel-ը մտադիր է զարգացնել իր ենթակառուցվածքները, սպասվող ենթակառուցվածքային նորարարություններն են տերմինալների միջոցով կանխիկացման հնարավորությունը, Telcel-ի Visa Digital քարտի միջոցով կանխիկացման հնարավորությունը, նաև նոր սերնդի ունիվերսալ Telcel բանկոմատների ներդրումը։ Բացի այդ ամեն ինչից մենք նախատեսում ենք վերազինել եւ վերափոխել մեր հավելվածը, որը կհամապատասխանի օգտատերերի փորձառությանը, նաեւ բարեստական բառականության էլեմենտների կիրառման արդյունքում կունենանք ավելի ադապտացված, ավելի հարմարեցված հավելված, որը բնորոշ է միջազգային շուկայում առաջատար տեխնոլոգիական լուծումներ տրամադրող ընկերություններին։ Բաժնետերերի ընդհանուր ժողովի ընթացքում ընկերության գլխավոր տնօրենը պատասխանեց բաժնետերերին հուզող տարաբնույթ հարցերի։ Ընդհանուր ժողովը հաստատեց Telcel բաց բաժնետիրական ընկերության նախորդ տարվա հաշվետվությունը, նաև արտաքին աուդիտորի կողմից հաստատված ընկերության 2024 թվականի ֆինանսական հաշվետվությունը։ Հաստատվեց նաև ընկերության կանոնադրությունը նոր խմբագրությամբ։